Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Իմ տղա, իմ սերն էլ, հայրական օրհնանքն էլ միշտ քո հետ լինելու։ Ռեբեկա, լավ ես։ Չէ, շատ վատ եմ, նյարդերիցս տեղս չեմ գտնում։ Ոնց հասկանում եմ, ոչ այսօր իմ օրն է, ոչ էլ քո։ Սկզբից ես էի բարկացած, հիմա էլ դու։ Ես սարսափելի բարկացած եմ ուղղակի։ Ինչ ա եղել։ Չէ, ես ինքս իմ վրա եմ զարմանում, ոնց դրան մի երկու քաղցր խոսք չասեցի, որ գոնե հիմա հանգիստ լինեի։ Ում։ Արամին էլ ում։ Իդեպ քո տված տեղեկությունը սխալ է, ինքը էլի այդ նույն տեղում է աշխատում։ Ու ամենավատն է, որ իր աշխատավայրը մեր օֆիսին շատ մոտ է։ Ճիշտ են ասում, էլի ճակատագրից չես փախչի։ Համբերությունս ես փորձում Սառա։ Լավ, կներես կատակ եմ անում մինի արդայնացի։ Էլ կան էլի ննջարանում, հա։ Չէ։ Գնացել է Արմանի տուն։ Լուրջ։ Կարող է գնացել է համոզի, որ Արմանը երկրից չգնա։ Արմանի պապան է մահացել։ Բանտում ինքնասպան է եղել։ Ոնց։ Այս ինչ նորություններ։ Պապին եկավ, Էլկայի հետ գնացին։ Բայց ինչի է նման բան արել։ Չգիտեմ։ Հիմա չեմ էլ ուզում պատկերացնել Արմանի վիճակը։ Արմանը իր հոր համար նույնիսկ Էլկայից հրաժարվեց։ Ասում են, բանտում ինչ-որ խնդիրներ ա ունեցել, կարող է դա պատճառը։ Շատ անորդ էր ամեն ինչ Արմանի հանդեպ։ Սառ, կարող է մենք էլ գնանք։ Ուր։ Արմանի մոտ։ Հասկանում եմ, որ տարօրինակ բան եմ ասում, բայց Արմանն էլ մեզ նման զոհ է։
Արմանի ու իմ պապան են թշնամիներ եղել, բայց հիմա երկուսն էլ չկան ու իմաց չկա թշնամությունը շարունակելու։ Հավատս չի գալիս, որ այս ամեն ինչը դու ես ասում։ Արմանը հələ ի տարբերություն մեզ ոչ ոք չունի իր կողքին։ Իսկ մենք կարող ենք գնալ կողքին լինել ու հասկանանք, թե ինչով կարող ենք օգնել։ Եթե խորը մտածենք, այս պատմության հիմքը մեր ընտանիքից է գալիս։ Ու ինչքան խորանում ենք, խնդիրները այդքան ավելի շատ են առաջանում, բայց պետք չի ընդհանրապես խորանալ։ Ուղղակի կարող ենք գնալ ու Արմանի կողքին լինենք։ Համել Էլկան էլ է հիմա այնտեղ, բոլորս միասին կլինենք։ Լավ, պատրաստվեմ ու գնանք։ Հա, ես էլ պետք է հագուստս փոխեմ։ Պապա տիրոք քեզ շատ էր սիրում։ Այդ նամակից էլ երևում։ Ուղղակի ափսոս, որ չհասցրիք իրար հետ ապրել, իրար ներկայություն վայելել։ Մենք ինչքան ապրեցինք, ես մենակ մեղադրեցի հորս։ Ինքը անընդհատ փորձում էր իմ համար լավ բան աներ։ Փորձում էր, բայց մեկը վատն էր ստացվում։ Ես տենց էլ չհասկացա իրան։ Բայց գոնե մի հնարավորություն ունենայի, նորից տեսնեի։ Ինչ կանեիր։ Երևի կգրկեի։ Կգրկեի ու կասեի, որ ինքը իմ համար շատ կարևոր է, որ ես իրան շատ եմ սիրում։ Նենց էի մեղադրում, իբր ինքն էլ չէր ես կյանքը առաջի անգամ ապրում։ Նենց էի մեղադրում, իբր ես ամենասուրբն եմ, ինքն էլ ամենամեղավորը։ Ես ոչ մի անգամ չհարցրի ինքը ոնց է ապրում այդքան բանտի տարիներից հետո։ Չգիտեմ, ոչ մի անգամ չլսեցի միջև վերջ, ինչ ասում էր հակադարձում էի, ինչ որ բան էի ասում, մեղադրում էի մենակ։ Ես եմ մեղավոր։ Ու ես չգիտեմ, մի օր կներեմ ինձ, թե չէ։ Ինչի համար պիտի քեզ ներես։ Մերժելու, չընդունելու, չլսելու, այն պահերի համար, որ մենք կարենք հերո տղա իրար հետ ունենայինք։ Ես ուղղակի կուզեի, որ խոսայինք, չկռվեինք։ Ես միշտ պահանջեցի, որ ինքը անընդհատ ավելի լավը դառնա, բայց անիմաստ էր ամեն ինչ, ես հիմա կորցրեցի հորս ու հորս մահն եմ սգում ու ինքը ինձանից նեղացած գնաց։ Մի ասա տենց, խնդրում եմ։ Բայց տենց է, ես իրոք նեղացրեցի իրան։ Ես մեր վերջի հանդիպումը հաստատ չեմ մոռանա։ Ես եմ հորս հասցրել սրան։ Ես եմ մեղավոր։ Լավ ինչից է, որ ես ում սիրում եմ, պետք է անպայման կորցնեմ։ Ով իմ համար կարևոր է, պետք է ինչ-որ վատ փորձությունների միջով անցնի։ Ինչի է, որ ես չեմ կարող պաշտպանեմ այն մարդկանց, ովքեր ինձ հարազատ են։ Արման, ամեն ինչ չի, որ մեր ձեռքերում է։ Ամեն ինչ չի, որ մենք կարող ենք կառավարել։ Հիմա ինչի ես դու քեզ մեղադրում։ Դու ամեն ինչ արել ես քո պապայի համար։ Ես եմ մեղավոր։ Ես եմ իրան հասցրել ես ամեն ինչին, հասկանում ես։ Նամակի մեջ էլ է գրված, որ ինքը ես վատությունը անում է, բայց լավության համար։ Ինքը մտածել է, որ եթե ինքը չլինի, ուրեմն իմ համար ավելի լավ կլինի, բայց այդ նշանակում է, որ ես եմ ինձ տենց պահել։
Ինքը մտածել է, որ իրա չլինելով իմ համար ավելի լավ կլինի, բայց դա տենց չի։ Գիտես, երբ որ պապաս նոր էր մահացել, ես էլ էի այդպես մտածում։ Ռեբեկան էլ։ Մենք էլ մեզ էինք մեղադրում, բայց հիմա հասկանում ենք, որ ցավի պահին ուղղակի չես գիտակցում, բայց քեզ մեղադրելով դու ինքդ քեզ ներսից սպանում ես, Արման։ Դու ամեն ինչ արել ես քո պապայի համար։ Դու քո երջանկությունն ես մի կողմ դրել։ Դու ավելի ինչ պիտի անեիր։ Արման, գիտես, երբ որ պապաս մահացավ, ես էլ մտածում էի, որ պիտի քեզանից հրաժարվեմ իր համար։ Որ հանուն հորս պիտի քեզանից հրաժարվեմ, բայց իմ մոտ չստացվեց։ Արման, քո մոտ ստացվեց։ Դու անգամ ինձնից հրաժարվեցիր հանուն քո պապայի։ Այնպես որ դու քեզ մի մեղադրի։ Դու քո պապայի կողքին ես եղել։ Ես իմ կամքով երբեք քեզանից չէի հրաժարվի։ Գիտես, մի բան է, ինչ դու հիմա ինձ ասում ես, մի բան է, ինչ դու անում ես։ Բայց այս կյանքում ավելի կարևոր են արարքները, ոչ թե ասածները։ Ինչևէ, արի այդ մասին ուղղակի չխոսենք հիմա։ Բա ոնց եկար։ Ով բերեց քեզ։ Ինձ պապիկն է բերել։ Անկախ ամեն ինչից ինքը միշտ բոլորից քեզ տարբերում է։ Ինքը շատ անհանգիստ էր քո համար։ Պարսա։ Պապիկը տա ասել դրա համար եկել ես։ Քո ցավը իմ համար մեկ չի։ Ինչի ես մտածում, որ մեն այդ պապիկի ասելով եմ եկել։ Որովհետև զգում եմ, թե ինչքան սառն ես։ Մենք միշտ էլ կռվել ենք իրար հետ, նեղացել ենք իրարից, բայց դու այսքան սառը երբեք չես եղել։ Իսկ հիմա զգում եմ այդ սառնությունը։ Արի այդ մասին չխոսենք։ Հիմա դրա ժամանակը չի։ Հիմա չենք մտնում, թե սպասելու ենք։ Չգիտեմ, ինձ թվում է էլ կան դեռ ներսում է։ Մեզ չլինի մտնենք խանգարենք։ Հաստատ Արմանը Էլկայի հետ իրան ավելի հանգիստ ազգում, քան մեր հետ։ Դե կարևորը կազմակերպչական հարցերի մեծ մասից պրծանք։ Հիմա Արմանին պետք չի տենց հարցերով ծանրաբեռնել։ Հա, հաստատ։ Ոնց էի մոռացել, որ կարող է սա էլ էստեղ լինի։ Կուզես գնանք, մի քիչ ուշ գանք։ Չէ, իհարկե, դեռ մնում պակաս, որ Արամի պատճառով ես իմ պլանները փոխեմ։ Ու բացի այդ ես իր համար չեմ եկել էստեղ, այլ Արմանի ու Էլկայի համար։ Չես գալիս։ Գալիս եմ։ Դուք դեռ չեք բարիշել։ Չէ, հակառակը։ Ավելի են կռվել։ Ինչա կատարվում բոլորիս կյանքում։ Նկատի ունեմ քո ու Էլկայի կյանքում։ Հա? Հա, Սարա։ Գնացինք։ Սարջան, բարի օր։ Ոնց ես։ Լավ եմ, Արամ ջան, ուղղակի այս անսպասելի լուրից հետո տեղս չեմ գտնում։ Գորջան, իսկ դու արդեն Արմանի մոտ գնացել ես, տեսել ես իրան։ Չէ, նոր ենք եկել Ռեբեկա ջան, չգիտեի, որ դուք եք գալու։ Հա, ես ասեցի Սարային, որ գանք, որովհետև ամեն դեպքում պետք է հիմա Արմանի կողքին լինենք։ Իսկ դու միշտ ես սենց։ Սենց ոնց։ Դե քանի կար Արմանին տանել չէիր կարողանում։ Իսկ հիմա քեզ նենց ես պահում, մոտս նենց տպավորությունա, թե հեսա կարող է մեջքիդ հրեշտակի թևեր աճեն։ Իսկ դու միշտ ես անտեղի մեջ ընկնում։ Ես ամեն դեպքում իմ ասելիքը ուղիղ ասում եմ։
Ոչ թե մարդու դեմքին մի բան եմ ասում, իսկ հետևից սկսում եմ ուրիշ բաներ խոսալ։ Չնայած ամեն մարդ իրան պահում է նենց, ինչին որ ընդունակ է։ Այսինքն Իբր չհասկացար։ Արա մեզ ո՞նց ես խոսում։ Գոր հավատա ես էլ շատ մեղմ եմ խոսում։ Երեխեք հեսա կգամ։ Փաստորեն ոչ միայն բռիալ, նաև անտակտ է։ Ռեբեկա անտակտ չի։ Ուղղակի մարդ է, ում մինչև հոգու խորքը դու նեղացրել ես։ Դու հիմա փորձում ես իրան արդարացնես։ Մարդ ինչքան կոպիտ է խոսում, այնքան ավելի ուժեղ է վիրավորված։ Ու Արամը կոպիտ մարդ չի, հատկապես քո հանդեպ։ Դու հիմա հասկանում ես ես ինչի մասին եմ խոսում։ Ու ես զարմանում եմ, թե ինչի դու չես հասկանում Արամի այս պահվածքի պատճառը։ Արամ կապ չունի ինչ ա եղել կամ ինչ ա կատարվում։ Դու իրավունք չունես Ռեբեկայի հետ տենց խոսաս, ու մանավանդ իմ ներկայությամբ։ Ախպերս, եթե հարցը իմ անձնականին է վերաբերում, ոչ մեկ այդ թվում նաև դու իրավունք չունեք խառնվելու։ Հիմա բան չեմ ասում, հիմա ժամանակը չի խոսալու, բայց այս ամեն ինչի մասին մենք հետո կխոսանք իրար հետ։ Հիմա գնացինք։ Դուրը դեռ չեք թակել։ Չէ, ձեզ էինք սպասում։ Պապին ու Էլկան հիմա այստեղ են։ Չէ, պապին չէ։ Մենակ էլ կան այստեղ։ Պապին փաստաբանին պիտի տեսներ։ Սառա մի րոպե արի, պետք է երկու բառ խոսանք։ Կլինի հետո գոր, հիմա ուրիշ բանի համար ենք այստեղ։ Ախպորպես կլինի, մենք ներս գնանք, նոր դուք ձեր հարցերը կքննարկեք։ Ինչի վախենում ես մի տարածքում Ռեբեկայի հետ մենակ մնալ։ Չեմ վախենում, ախպերս, ուղղակի ցանկություն չունեմ։ Իսկ դրանք տարբեր բաներ են։ Ես չգիտեմ, թե ինչ է փոխվել քո մեջ, բայց այն, որ դու հիմա ստեղ ես, այդ արդեն շատ բան է ասում։ Չգիտեմ, կարող է պետք չի այդ ամեն ինչը ասել, որովհետև մենք բաժանվել ենք, բայց ուզում եմ ասեմ, որ ես ամենաշատը քո կարիքը ունեմ։ Գիտեմ։ Դրա համար էլ հիմա այստեղ եմ։ Հենց իմացել եմ լուրը, եկել եմ, որ հետդ լինեմ։ Ես երբեք սենց ցավ չեմ ապրել։ Ներսս ոնց որ դատարկություն լինի, ամեն ինչ քանդվում է, ամեն ինչ ցավում է։ Հորս կորցրեցի, մեր չապրած տարիները, ափսոսանքը, ու չգիտեմ էլ, թե որ ցավից է ներսս այսքան քանդվում։ Չհասցրեցի գտնել, բայց արդեն կորցրեցի։ Արման, կարող է ես հիմա շատ վատ բան եմ ասում, բայց քո դեպքը իմ փոքր ուրիշ է։ Դու չէիր հասցրել հորդ հետ կապվել այնպես, ոնց որ պետք էր։ Դուք շատ ժամանակ չէիք անցկացրել միասին։ Հա, քո պապան է, քո ծնողն է, բան չունեմ ասելու։ Բայց եթե մի փոքր ավելի շատ շփվեիք ու ավելի շատ ժամանակ անցկացնեիք, Կարող է հենց դա ավելի վատ։ Կարող է դրա համար ներսս այսքան ցավում։ Իբր ուզում էի հորս հետ լինեի։ Քեզանից բաժանվեցի, բայց ինչ է ստացվում, որ համ հորս կորցրի, համ էլ քեզ։
Ոչ մի բան չես ասելու։ Լավ երեխեք, արդեն եկեք ներս մտնենք։ Դու սպասի։ Ինչի համար։ Քո կարծիքով էս ամեն ինչը նորմալ է։ Հիմա դրա ժամանակը չի։ Սառա, ես ու դու հիմա նույն վայրում ենք ու չգիտեմ ոնց ենք մեզ պահում։ Ու երեխա չենք, ամոթ է, արի գնանք առանձնանանք, միտեղ խոսանք նորմալ։ Գոր կրկնում եմ։ Ոչ դրա համար տեղն է, ոչ ժամանակը։ Ու հետո ես վստահ չեմ, որ դու նորից կռիվ չես սարքելու։ Էլի ես մեղավոր դուրս եկա։ Արի ուղղակի չխոսենք, հա։ Ու մի մոռացի ինչի համար ենք այստեղ։ Ցավակցում եմ։ Ախպերս, չգիտեմ էլ ես դեպքերում ինչ են ասում, պինդեղի։ Ես էլ չգիտեմ, Գոր ջան։ Բայց նենց իրավիճակա, որ հիմա ոչ մի բան չեմ հասկանում։ Շատ բաներ ինքս էլ չեմ գիտակցում։ Ուղղակի պետք է հավաքվել, որովհետև այնքան բան կա անելու։ Ախպերս դու ոչ մի բանի մասին մի մտածի։ Ինչ պետք է ես ու Գորն արել ենք, ինչ էլ պետք լինի, էլի կանենք։ Որ օրվա համար ենք Արման ջան։ Շնորհակալ եմ տղերք։ Արման, մենք կարող ենք քեզ ինչ-որ բանով օգնել։ Ինչի կարիք ունես։ Այն, որ հիմա բոլորդ տեղեք, այդ իմ համար արդեն շատ բան է նշանակում։ Ես բոլորին կսպասեի այստեղ տեսնել, բացի քեզանից։ Պետք չի ինձ մյուսներից առանձնացնել։ Ահա մենք լավ հարաբերությունների մեջ չենք եղել, բայց դու էլ մեզ նման զոհ ես։ Ես ուզում եմ իմանաս, որ քո հոր մահը ինձ ոչ ուրախացնում է, ոչ էլ թեթևության զգացում է տալիս։ Ես հասկանում եմ, որ շատ բարդ է, ծանր է, բայց երեխու համար մեղավոր ծնող չկա։ Իմ հայրն էլ է մեղավոր եղել։ Բայց միևնույն է, ես մինչև հիմա իր մահից չեմ կարողանում ուշքի գալ։ Խմի։ Շնորհակալ եմ։ Ոնց ես։ Լավ եմ ուղղակի պահիտակ ինչ-որ բան կանգնես գոքորթից չհասկացա ինչ կատարվեց։ Սուրճ կխմեք։ Հա, Սար ջան, ուղղակի արի ես քեզ աղի ու շաքարի տեղերը ցույց տամ, որովհետև կարող է խառնես։ Չէ, հանգիստ տեղի մեկը մյուսից տարբերում է։ Սար ջան, ուզում ես արի ամեն դեպքում ցույց տամ, որովհետև Արմանը շաքարի ամանի մեջ աղա լցնում, աղի ամանի մեջ էլ սոդա։ Մի բուր ազգ ենք մնացել, այսքանից որ թունավոր ես, մեզ ազգը շատ մեծ բան կկորցնի։ Օրինակ այն օրը ես էլ էի խառնել տեղերը։ Վայ Արամ։ Բաբջան թեր։ Լսում եմ, պարոն Սարոյան։ Նորություն կա։ Առանձնապես չէ, դե ինքնասպանությունը հաստատվել է։
որևէ բռնության հետքեր չկան։ Այլ փաստեր չեն արձանագրվել, չնայած հետաքննությունը շարունակվում է։ Ամենայն հավանականությամբ մի 2 օրից թույլ կտան հոգեհանգստի արարողությունը կազմակերպել։ Հասկացա։ Դե հենց նորություն լինի ինձ անպայման ասա։ Հա, պապ, նորություն չկա։ Կարելի ասել, որ չկա։ Երևի ես պահի համար դա ամենաճիշտն է։ Աղջիկներն էլ են գնացել Արմանի մոտ։ Հա, գիտեմ, խոսել եմ Սարայի հետ։ Լավ է, որ հիմա Արմանի մոտ են, ինչքան շատ լինեն Արմանի մոտ, այնքան ավելի լավ։ Պապ, իսկ ինչ է լինելու Էլկայի ու Արմանի հարաբերությունները։ Մտածում ես, որ Արմանը էլի կմեկնի երկրից։ Չգիտեմ, Նարինա, չգիտեմ։ Թողես մի քանի օր անցնի, հետո կհասկանանք։ Ինչքան էլ վատ է հնչում, բայց Գարիկի մահով կարելի է համարել, որ ինչ-ինչ վտանգներ արդեն անցյալում են։ Թեև ես չգիտեմ Արմանը ինչ է մտածում այդ հարցի շուրջ, ամեն դեպքում ասեմ, որ ես չեմ միջամտելու։ Չեմ խանգարում։ Չէ, ես սուրճիս հետևից է եկել։ Ես էլ եկա տեսնեմ սուրճը պատրաստ է, թե չէ։ Հա, ճիշտ ժամանակին եկար։ Միևնույն է չեք խոսում։ Գիտեմ, որ երկար չեմ դիմանալու։ Դժվար է, բայց ուզում եմ իր սխալը հասկանալ։ Կկարողանաս ամբողջը տանել։ Հա։ Դե այդ դեպքում ես բակում սուրճը խմեմ, հա։ Համել մի քիչ մաքրոտ կշնչեմ։ Ես իմ սուրճը դրսում կխմեմ մի տեսակ շոկ հաստեղ։ Էլկա, անհանգստանում եմ քո համար։ Կուզես տղերքին ասեմ քեզ տանեն տուն, պարկես հանգստանաս, քեզ այդքան երկար նստած չի կարելի։ Խանգարում եմ քեզ։ Գժվեցիր։ Ինձ որ մնա ես չեմ թողնի, որ կողքից գնաս։ Ուղղակի չեմ ուզում, որ հետո քեզ ված զգաս։ Դու չես գալիս ինձ տեսնելու։ Չես հետաքրքրվում երևի, ոնց եմ դրա համար էլ չգիտես։ Ես արդեն բավականին լավ եմ Արման։ Կլինի տենց չխոսես։ Ասեմ ավելին։ Ես սկսել եմ քայլել։ Լուրջ ես ասում։ Հա։ Մենք պետք է խոսանք իրար հետ։ Գոր, բայց Ոչ մի բայց պետք է խոսանք։ իսկ կլինի գոնե տուն գնալու ճանապարհին խոսենք։ Կլինի։
Մուննատ։ Դու ես մեղավոր։ Իմ հետ ես։ Հա, ասում եմ դու ես մեղավոր։ Ռեբեկա, դու չես հասկանում, որ ես քեզ ոչ նկատում եմ, ոչ էլ ուզում եմ հետդ շփվեմ։ Ինչ ես գնում գալիս կպնում ինձ։ Ինչ ես ուզում իմ խաղաղ կյանքից։ Մի երևակայ հա քեզ, գնա ուղակի։ Այ քեզ բան։ Սովորական կոֆեն չես կարողանում խմել։ Ես եմ մեղավոր։ Կարող է հետելա իմ անլրջությունից ու իմ անպատասխանատվությունից։ Հա? Էլի ինչ-որ բան ունես ասելու։ Նոր մեղադրանքներ, չգիտեմ ինչեր։ Եթե ունես ինձ ասա, որովհետև մարդու հետևից խոսալը մեղմ ասած շատ վատ բան է։ Ինձ ասա, որ ես էլ կարողանամ քեզ միանգամից պատասխանը տամ ու ասեմ, որը որից հետո է։ Ռեբեկա։ Ռեբեկա։ Ինչ-որ բան է եղել։ Ոչ մի կարևոր բան։ Աննշան բաներ։ Իրոք որ աննշան բաներ։ Երևի ես եմ շատ մեծ կարևորություն տվել, բայց ոչինչ իմ սխալը կուղեմ։ Տենց խոսք կա, չէ՞ որ ասում են սխալները ուղղելու համար են։ Ռեբեկա, եթե դու քեզ վատ ես զգում, ուրեմն Արամն էլ քո համար է կարևոր։ Մի մտածի այնպիսի բաներ, որոնք իրականության հետ կապ չունեն։ Իմ համար մեկը։ Հա որ։ Ես արդեն ուզում եմ գնամ։ Հիմա։ Հա, էլ չեմ ուզում մնամ։ Լավ, արի ներս մտնենք, հետո միասին կգնանք։ Ասեցին, որ 2 օրից կկարանանք հոգեհանգիստը կազմակերպենք, մինչև այդ դատաբժշկական փորձաքննություն ա գնում։ Արման, դու ինչ-որ մեկը կա, որ պետք է տեղյակ պահենք, ասենք հեռու բարեկամ։ Ինձ կներեք, ես արդեն գնամ։ Եթե ինչ-որ բանի կարիք ունենաք, զանգեք, կփորձեմ օգնել։ Արամ, դու մեքենայով ես, չէ՞, ընկերոջդ մեքենան ոնց որ դրսում տեսա։ Հա, ճիշտ ես տեսել, աղբերես։ Կտանես Ռեբեկային։ Պետք չի։ Ես մեր տան ճանապարհը լավ հիշում եմ։ Նենց չէր, որ տանելու էի։ Դու քայլել սիրում ես, չէ՞, ոտքով կգնաս։ Իսկ որ հոգնես, տաքսի կկանչես։ Անտաշ։ Ուրախ եմ, Արամ։ Ռեբեկա, ես եմ գալիս քո հետ։ Հիմա ես գնում։ Հա։ Դու արդեն մենակ չես, տղաները այստեղ են։ Այդ դեպքում եկեք միասին գնանք, համալը արդեն։ Լավ, ուրեմն սենց ենք անում, ես աղջիկներին կտանեմ, հետո հետ կգամ։ Դու էլ մի նեղացի, որովհետև ինքը չի հասկանում որտեղ է ու ինչ է խոսում ընդհանրապես։ Այսինքն։ Հեչ ոչ մի բան, Արմանի հետ եմ։ Ռեբեկա ջան, Արամի ասածները սրտիդ մոտ մի ընդունի։ Իր սրտի տակ վատ բան չկա։ Չէ, ես ընդհանրապես ոչ Արամին, ոչ էլ իր ասածներին ուշադրություն չեմ դարձնում։ Ինձ թվաց ուղղակի նեղվեցիր։ Չէ, Գոր ջան, սխալ ա թվացել։ Ամեն ինչ նորմալ է, ընդհանրապես չեմ նեղվել։ Մերսի, որ ճանապարհեցիր մեզ, հաջողություն։ Հաջողություն, Գոր։ Հաջողություն, աղջիկներ ջան։ Դու ասացիր, որ պետք է խոսանք, քո համար եմ եկել։ Ես չեմ ուզում նորից կռվենք։ Չես ուզում մի կռվի, ես էլ չեմ ուզում, որ մենք կռվենք։ Ամել առաջարկում եմ քայլենք կամ միտեղ հանգիստ նստենք խոսանք։ Չգիտեմ։ Արի։
Էլկա, ես ճիշտ եմ հասկացել, որ դու այսօր մի տեսակ էիր։ Քեզ նման չէիր։ Ինչ նկատի ունես։ Դե Արմանը քեզ համար ոնց որ նույն հարթության վրա լիներ, ինչ Գոռնա, Արամնա, մի տեսակ շատ սառն էիր։ Չէ, դա բնականաբար այդպես չի։ Բայց ինչ որ բան ներսումս կոտրվել է, այդ փաստը։ Ինչ նկատի ունես։ Գիտես, հայ ես Արմանին սիրում եմ։ Հայ իմ համար մեկ չի են, որ Արման տանջվում է, բայց ինչ որ բան առաջվանա չի այդ հաստատ։ Ինչ իմացար, որ Արմանը գնում է երկրից, միանգամից փոխվեցիր։ Հա, որովհետև այդ իմ համար շոկային էր։ Հասկանում ես, իմ համար շոկային էր այն, որ Արմանը կարար ուղղակի թողեր ինձ ու գնար։ Ինքը պատրաստ էր ինձ թողեր մենակ ու գնար, հասկանում ես։ Այդ հերիք չի, որ իմ ներսում ինչ-որ բան կոտրվի։ Դու հիմա այնպես ես խոսում, իբր էլ Արմանին չես սիրում։ Էլկա, հիմա ամեն ինչ այլ է։ Հնարավոր է ես հիմա շատ վատ բան եմ ասում, բայց այն մարդու պատճառով ձեր հարաբերություններում խնդիր էր լինում, էլ չկա։ Հետևաբար այդ խնդիրներն էլ չեն լինի։ Ախր Արմանը այսօր ամբողջ օր է, չնայած իր այդ ծանր վիճակին քո կողքին ա եղել։ Հայացքը քեզանից չէր թեքում։ Էլկա ինչ-որ բան ա փոխվել քո մոտ։ Էլկա քո զգացմունքները Արմանի հանդեպ էլ առաջվանը չեն։ Ես ճիշտ եմ հասկացել։